Հարգանքները ժողովրդանախ ուզում եմ շնորհավորել բոլորի գալիք զատիկը Քրիստոս Հարիախն մեռնոց սա շատ կարևոր տոն է մեր ազգի համար հետո ուզում եմ մի քանի բանի անդրադառնամ ինչու երկար ժամանակ շեի այնում հաղորդում զբաղված էի կազմակերպչական աշխատանքներով մեր երթի համար և ամսի 24-ին ժամը 11-ին ով ցանկանում է մասնակցել մեր երթին խնդրեմ լինել համալիրի առջև որպեսզի մատուցենք մեր տունքը այդ անմեղ զոհերի հիմա շատ էին գրել պարոն Արթուր Օսիպովի հարցազրույցից գրել էին ինչու չեք կազմակերպում պարտիզանական շարժում, ժողովուրդ ջան հասկացեք, որ այ իմ հարցը պարոն Արթուրին հենց դա է։ Պարտիզանական շարժում կազմակերպելու համար պետք է տեղի բնակչություն։ Պարտիզանները օգտվում են տեղի բնակչության ինֆորմացիայից, ուտելիքից, մարդկային և այլ ռեսուրսներից։ Իսկ հիմիկվա շարժումը, որ պետք է լինի կամ կա, դա արդեն դիվերսիոն շարժում է, դա պարտիզանական շարժումից շատ բաներով տարբերվում է, շատ ավելի դժվար շարժում է։ Այն մեղադրողներ, ձեր կարծիքն է, մնացեք ձեր կարծիքին։ Հիմա ուզում եմ խոսալ այսօր պարոն Փաշինյանի այդ ապօրինի գույքի բռնագրավման հարցով սահմանադրական դատարանի որոշմամբ, այսինքն այն թվերը ուռճացված, որ ձեր ականջներին կախում էին 15 թվականից 1.7 միլիարդ դոլար, դա փոշիացավ։ Այսինքն սահմանադրական դատարանը ասաց դու ինչ գործ ունես 90 թվականի հետ, եթե ինչ-որ մեկի հայրը պատգամավոր է եղել, թալանել է, թողել է տղուն, հետո տղան է պատգամավոր եղել, սահմանադրական դատարանը ասում է դու այդ 90 թվականի գույքերի հետ գործ չունես։ Նա ես մարդը երբ է գործ եղել, հաշվի այդ օրվանից։ Այսինքն ես հիմա դիմում եմ պարոն Փաշինյանին։ Հնչեցրու այն թիվը, որ այդ 1.7 միլիարդը չկա, հնչեցրու այն թիվը, որ հիմա կա ապօրինի գույքի վերաբերյալ։ Ժողովուրդ ջան, հավատացնում եմ կարող է 200-300 հազար դոլարի չափ լինի, դրա համար ասում եմ այդ թալանը թող ձեր համար տրիգեր չդառնա, թող այդ կեղծ կուսակցությունները, որ ամեն մեկը գալիս են ասում են թալանը ետ ենք բերելու, մի խափնվեք դրան, դա մեր ազգի ամենակարևոր բանը չի, մենք ունենք այլ բաներ, մի թողեք, որ ձեզ խափեն, թե գալու ենք թալանը հետ բերենք ու խոսում են այն մարդիկ, որ ոչ միայն թալանի են մասնակից, խոսում են այն մարդիկ, ովքեր արտագաղթի պատճառ են դարձել, այսինքն մեր ժողովրդի մի մասը նրանց պատճառով, թե վախի, թե այլ պատճառներով արտագաղթել են այս երկրից։ Նորից պահանջում եմ պարոն Փաշինյանից հնչեցնել ապօրինի գույքի այսօրվա թվերը և վստահեցնում եմ 200-300 հազար դոլար չի գերազանցելու այդ թիվը, այսինքն այս մարդը ձեզ խաբելով 18 թվին, որ ձեր փողերը ետ է բերելու, չէ, այսօր 200-300 հազար դոլար փող է ետ բերելու, այդ էլ ինքը կարա իր մեր գրպանից դնի, մի գրպանից մյուս գրպանը դնի, ասի ետ եմ բերել, այսինքն ամեն մեկը իրանցից այդ թիվը մի քանի անգամ գերազանցող մեքենաներ են առել և մեքենաներ են քշում։ Հիմնական քննադատությունն է, թե ինչի եք Ցիպինի մոտ գնացել և այլն և այլն։ Ժողովուրդ ջան, ուրեմն Ցիպինի մոտ քննարկում էինք շատ կարևոր հարց։ Դա շրջանում կայունացում ստեղծելն է։ Այսինքն Պարսկաստանի և Իսրայելի միջև ստեղծել ռուսերեն ասած նարոդնի դիպլոմատիա, որը որ շատ կարևոր քայլ է։ Գնացել էի ասեմ անկեղծ բանավիճելու նպատակով, բայց ինձ զարմացրեց պարոն Սիպինը, որ
համարյա ամեն ինչում համաձայնվում էինք միմյանց հետ եւ նա եւս մեկ անգամ հայ ազգից ներողություն խնդրեց եւ նա հնչեցրեց այն, որ ես անձամբ մտածում եմ, որ Լիբերմանը հայ ազգի թշնամի է եւ պետք է պատժվի, այսինքն այնտեղ էլ բանավիճելու բան չկար, որ ես գնացել էի բանավիճել, իսկ հարցի արդիականությունը ու սրությունը այդ բանավեճից շատ բարձր է։ Դուք չեք էլ պատկերացնում, որ չեմ էլ ուզում ես բարձրաձայնել, ինչ խնդիրների առջև մենք կանենք, եթե այդ կոնֆլիկտը հանգարց ստացվի։ Ժողովուրդ ջան, այսօր ասքանը նորից շնորհավորում եմ, որ բոլորիդ եկող զատիկը։